Բարի լույս սիրելի հետևորդներ, ոնց է ձեր տրամադրությունը, իմը լավ է, որովհետև արև է, դուրսը շատ լավ եղանակ է, շատ լավ, վերջապես արև, հիմա դուրս եմ եկել դուրս և ուզում եմ տեսնել, թե ցանածներս ինչ-որ փոփոխություն, ինչ-որ սենց մի բան կա ու ուզում եմ նայել տեսնել որ մասում է հարմար, ուզում եմ մի հատ բան ցանել, ինչ ցանել, ժենգյալով հացի քոլն եմ ուզում ցանել, սիրելի հետևորդներ, տեսնենք թե ինչ տեսակի կանաչի դուրս կգա, դա իսկական կանաչին է, որը օգտագործում են ժենգյալով հացի համար, կիսուրս հետը բերել էր Ռուսաստանից, այնտեղ էին նվիրել իրան, ասել էին, որ շատ լավ դա կանաչի է, որ շատ լավ համ է տալի ժենգյալով հացին, հիմա սպասեցի, անձրևը կտրվեց, արևը դուրս եկավ և որոշեցի ցանել և տեղը նշան անել, որպեսզի այնտեղ ուրիշ բան չցանել և չօգտագործենք և տեսնենք, թե ինչ տեսակի կանաչի է դուրս գալիս, որը ինձ շատ պետք է, սիրելի հետևորդներ, հեսա ձեզ ցույց տամ, տեսեք, թե ինչ տեսակի է այդ կանաչի սերմերը, մի վար։ Սա արդեն իսկ իրա տուփն է, բացել եմ, ուսումնասիրել եմ, տեսեք, սենց սև գույնի, սենց մանր, սև գույնի հատիկներ է, հեսա մեկ րոպե մի հատ բացեմ, այսենց ճորի մեջ եմ լցրի առանձնացրել էի, որ սկզբում դա ցանեմ, տեսեք սիրելի հետևորդներ, ինչ տեսակի սերմ է, հետաքրքիր, ես նմանացնում եմ, չգիտեմ, մի տեսակ սենց ինչին կարա ռեհանի նման ինչ-որ սերմա, բայց չեմ մանում, իմ համար անծանոթ է, առաջի անգամ եմ ցանելու, այնպես որ փորձեմ, հիմա ցանեմ և տեղը նշան անեմ, որպեսզի չկորցնենք հետքը, հեսա փոխեմ կոշիկներս և մտնեմ հող։ Սիրելի հետևորդներ, հիմա հողը ուղղեմ մի քիչ, ուղեմ, սիրում, պատրաստեմ ցանելուն, մի փոքր տեղ եմ ցանելու, որովհետև տեսնենք, թե ինչ ձև է տարածվում, ասում եմ, որ հողը տարածվում է լավ, հողում լավ տարածվում է, էլի, կարելի է քիչ ցանել, մի քիչ հարթացնել, և ցանելու եմ այնտեղ, որտեղ սիրելի հետևորդներ, ասենք թե ես հողի գործ այդքան շատ, ասենք թե տեղ չեմ անդադ մտնում դուրս գալիս, որոշել եմ ցանել այդպիսի մի տեղ, որ ձեռք չտամ ընդհանրապես, ամեն տարի ինքը դուրս է գալիս, ձեռք չտամ, թող ամեն տարի դուրս գա և չխանգարի հողամասին, էլի, այսինքն չտարածվի դեպի հողամասի մեջ, որովհետև ես հողը օգտագործում եմ և ցանում եմ տարբեր տեսակի բաներ և անիմաստ է, միտք չունի, որպեսզի ես նորից քանդեմ և հանեմ, հիմա սերմը բացեմ, գնամ մի փոքրիկ տեղ անեմ և սկսեմ ցանել։ Այսպես տեղ անեմ, որպեսզի ամեն կողմը տարածվի, ամեն մի կողմը տարածվի։ Երկու մարդ ցանեմ, ինձ թվում է լրիվ բավական է, կտարածվի և ահագին տեղ կլինի։ Դա արեցինք, հիմա ցանում ենք սերմը։ Մի մարգը ցանեցի, հիմա երկրորդ մարգը ցանեմ և ասում են, որ այս սերմը այդպիսի հատկություն ունի, որ կարող է հիմա դուրս չգա և դուրս գա էկողաշուն կամ ինչ-որ մի բան, այնպես որ երբ որ դուրս չգա հույսներս չեն կտրում, տեսեք
ինչ տեսակի է։ Ցանեմ հաջորդ մարգը։ Տեսնեմ ոնց է այնքան էր բան է թուղթը դժվարանում ես որ բացես, պատկերացրեք տուփ է երևում, բայց էլ նայեք տուփի մեջ, սիրելի հետևորդներ, ընդամենը այսքան շատ քիչ սերմ է, մի հատ ամբողջ մեծ տուփ, բայց շատ քիչ սերմ, բայց դե հետո ասում է ինքը տարածվող է, այնպես որ նոսը ցանեմ, թող տարածվի։ Հիմա փակեմ հողը, հողը շատ լավ թաց վիճակում է, ինձ թվում է որ շատ շուտ է դուրս գալու, որովհետև հողը ինքը արդեն իսկ թաց և խոնավ է, որը կօգնի սերմին շուտ դուրս գալուն։ Այսպես ցանեցինք, բրծանք, բայց հիմա բնականաբար պետք է մի հատ նշան անեմ, որպեսզի ամուսինս տեղը հանկարծ վերջ չտա ինչ-որ մի բան։ Նշան եմ անելու, որ այստեղ ձեռք չտա և այսպես մի հատ այս բանը դնելու, որ այստեղ ցանած բան կա, որ զգուշանա և ձեռք չտա իմ ցանածին։ Տեսեք ինչ լավ արևային եղանակ է, շատ լավն է, սիրում եմ սենց արևային հրաշք, լավ եղանակ։ Մի օր որոշել եմ, որ լավ տաք եղանակ լինի և այստեղ էլ գործերս որ ավարտեմ, գնալու եմ վայք քույրիկիս տուն և քույրիկիս հետ միասին գնամ մանդակ, շուշան, սիբեղ հավաքելու։ Ես միշտ ամեն տարի քույրիկիս հետ գնացել եմ, միշտ սիրելի հետևորդներ, որովհետև շատ սիրում եմ նա մանավանդ սունկ հավաքելը, միշտ գնացել ենք ընտանիքով, մամաս, պապաս, աղբերս, բոլորս, թեկուզ հենց հավեսի համար, այն շրջապատի համար միշտ գնացել ենք ու հաստատ հիմա էլ եմ գնալու։ Դե սիրելի հետևորդներ, վայքի ճանապարհը արդեն իսկ ինձ համար դառնալու է շուտ գնացող ճանապարհ։ Հիմա բոլորդ կասեք ինչու, ինչ է պատահել։ Տղայիս տեղափոխել են Մեղրի արդեն, հոկտեմբերյանում չի ծառայում էր, տեղափոխել են Մեղրի, որովհետև պետք է մի տարին ծառայեր արդեն իսկ Մեղրիում, բայց քանի որ ուներ վարորդական իրավունք, շուտ են տեղափոխել Մեղրի, վարորդ այնտեղ, և մենք արդեն ուղղությունը փոխել ենք դեպի Մեղրի, գնալու ենք Մեղրի տղայիս տեսակցության, քույրիկիս հետներս ենք վերցնելու ու այդպես հետաքրքիր վիդեոներ և վլոգներ է ձեզ սպասվում, սիրելի հետևորդներ։ Հիմա ավարտեմ, գնամ լվացվեմ, պատրաստվեմ և գնամ աշխատավայր, տեսնեմ թե աշխատավայրում ինչ է կատարվում։ Աշխատավայր ասեցի, հիշեցի, սիրելի հետևորդներ, այսօր մեր ֆուդ կորտը շատ լավ ռեկլամ է եղել, ոնց որ ամբողջ պետք է տենան ամբողջ Հայաստանի այդ լրատվական միջոցներով։ Հիմա ես կփորձեմ այդ վիդեոն տեղադրել իմ բլոգում և դուք էլ կտեսնեք, թե ինչ հետաքրքիր գովազդ է արվել մեր ֆուդ կորտում և ինչ լավ ու հիանալի բաներ ունենք այնտեղ վաճառքի։ Կմիանամ արդեն իսկ աշխատավայրում։ Արագ սնունդ, արագ առաքում և չկրկնվող համեր Ստեփանավանում մեծ չափաբաժինն ու որակյալ սնունդը ունի նոր հասցե։ Հենց այստեղ են պատրաստում Ստեփանավանի Բաղադրատոմսով լավագույն շաուրման, ֆրի հոթ դոգը, ամենապահանջված տարատեսակ թխուկները, իսկ հաճելի տաքուկ միջավայրում հնարավոր է վայելել սիրելի սնունդը։ Ֆուդ կորտի լավագույն համերը վայելելու համար կարելի է ոչ միայն այցելել, այլև պատվիրել, ունեն արագ առաքման ծառայություն 043 38 30 08 հեռախոսահամարին զանգահարելով կարող եք ստանալ նախընտրած սնունդը րոպեների ընթացքում։ Պատվերով պատրաստում են նաև տոնական տորթեր ձեր նախընտրած տեսքով և համով։
Կարևոր է իմանալ նաև, որ գները շատ մատչելի են, աշխատանքային ժամերը բավականին երկար, մինչև ուշ երեկո, որ օրվա բոլոր ժամերին կարողանաք վայելել ձեր սիրելի ֆուդ-կորտի համերը։ Գտնվում է Ստեփանավանի հենց կենտրոնում, Բաղրամյան 6 հասցեում, չհասած կամրջին։